հասցնենք խափանման միջոցով գոնե փոխեն այդ հիվանդները։ Հանդիպում կպահանջեք գլխավոր դատապարտի հետ աննավարդապետյանը։ Ես չէ, որ պիտի պահանջեմ, ինձ թվում է, արդեն աշխատանքները թող որոշեն։ Ինձ թվում է ինքը մեր պահանջը այսպես թե այնպես չի բավարարելու, անիմաստ պահանջներ մենք չենք ունենա։ Մեր պահանջը ուղղակի ինքը իրանք հասկանա, որ հիվանդ երեխուն այդ ձևով չեն տանում, հասցնում այդ վիճակի, որ ուշաթափվի, նույնիսկ ներս չկարողանա մտնել։ Զուտ դա։ Ճիշտն ասած, կարծում եմ, որ հայ մարդ լինելով, ծնող լինելով, բազմազավակ ծնող լինելով, մի փոքր գոնե ավելի բարի կգտնվեր, մի փոքր ավելի ներողամիտ կգտնվեր, տնային կալանք կտար, մենք չենք ասում չբավարարել ընդհանրապես, թող տնային կալանք լիներ, հետո արդեն քննությունը ցույց տար, մեղավոր են, թե մեղավոր չեն։ Բայց համենայն դեպս դա շոկային էր մեր բոլորի համար։ Տեսել եք մեղավորություն, տեսանյութը տեսել։ Գիտեք, այդտեղ թեթև ինչ որ ես մեղավորություն չեմ, ես ինքս չեմ կարող որոշեմ դա։ Բայց բանն նրանումն է, որ երիտասարդ են, մի քիչ բռնկուն են, միգուցե դա ինչ որ բանի պատասխան ռեակցիա է եղել, ուրիշ բան չեմ կարող։ Մեղավորությունը իրավապաշտպան մարմինները թող որոշեն։ Տեսանյութը տեսել եք, որտեղ անվտանգության աշխատակիցը բռնցքով Հա, հարվածում է։ ես տեսել եմ, ես դա տեսել եմ։ Ու ինձ թվում է միայն ես չեմ տեսել, բոլորն են տեսել։ Առաջինը իրանք են հարվածել ու երեխեն ինձ թվում է ոչ միտումնավոր, դա ուղղակի պատասխան ռեֆլեկտիվ պատասխան ռեակցիա էր, անկախ նրանից դա ում կլիներ, ուղղակի փորձ էր, տենց ասեմ։ Չեմ արդարացնում ինչ որ ձևով ինչ որ մի բան, բայց զուտ դա էր։ Ու ինչպես ծնողներն են ասել, ինքը ուղղակի սխալ տեղում, սխալ ժամի հայտնվել էր, ուղղակի դա։ Եթե կալանքի միջնակցությունը չփոխվի, ինչ որ ուրիշ քայլեր ֆանտազիա չեմ կարող ասել, չգիտեմ։ Այդ մեր մոտ ամեն ինչը սպոնտանա լինում, բայց ինձ թվում է էլի ինչ որ ձևով բարեխիղճ կգտնվեն, կալանքի միջնորդությունը, ինչ որ կալանքը կփոխեն տնային կալանքով կամ այլ ինչ որ ձևով։ Շնորհակալ եմ։